ըստ էության նոր ձևավորվող Ռուսաստանցի գործարարի այսպես ուժը ընդդիմության մեջ առաջ է անցել, Ռոբերտ Քոչարյանի ուժը շատ դժվար բաների մեջ է, ուրեմն տվայտանքների մեջ է, որովհետև շատ մեծ է ռիսկը, որ ըստ այդ հարցումների շատ մեծ է ռիսկը, որ մնա նշաձողի տակ եւ չկարողանա անցնել խորհրդարան։ Օրինակ Հանրապետականը, որ հայտարարում է, որ հիմա իրանք սկսում են փողոցային պայքար, ինչի է դա հայտարարում Հանրապետականը, որովհետև շատ լավ գիտի, որ եթե մասնակցի, կարող է հազիվ մի տոկոս էլ չհավաքի եւ վերջնականապես չխայտարակվելու համար իրանք որոշում են գնալ փողոցային պայքարի, հետո ասեն դե մենք դուրս եկանք, որպեսզի այս իշխանությունը փոխենք, բայց բռնատիրական ռեժիմը մեզ թույլ չտվեց եւ դրա համար մենք իմաստ չենք գտնում նաեւ հետագա պայքարին եւ այլն եւ այլն։ Իմպիչմենթի նպատակը դա էր։ Այդ իմպիչմենթի գաղափարը ժողովուրդ դա ուղղակի ի սկզբանե մեռելածին գործընթաց է եղել եւ դա ավելի շատ եղել է ընդդիմության ներսում իրարից հաշիվ պահանջելու բան։ Դա ուղղակի ծիծաղելի է, որովհետեւ ակնհայտ է, որ խորհրդարանում կառավարող ուժը ունի բացարձակ մեծամասնություն եւ իմպիչմենթի ոդիսականը հյուսել եւ ասել, որ այս ամեն կգնանք եւ բան անենք, իմպիչմենթ կանենք, դա ուղղակի ասենք դոնկի խոտություն էր, հա, հողմաղացների հետ կռիվ էր, որով ընդդիմությունը ուղղակի զբաղվում էր, որպեսզի ջրի վրա մնա եւ օրակարգ ունենա։